Մեր մոտ եթե չխոշորացվելու սցենար չկա, մենք գնում ենք համայնքների միավորման գործընթացին եւ դրա պարագայում արդեն ասացի, որ այո, մեր տեխնացուն լինելու է պարոն Ես հասնում եմ, որովհետեւ հնչում են տեսակետներ, կարծիքներ, որ սա հենց այդ նպատակով է արվում, որ ձեր տեխնացուն կարողանա։ Ոչ, այդ նպատակով չի արվում, արվում է հետեւյալ տրամաբանության մեջ խոշոր համայնքային միավորները ավելի հեշտ են կառավարելու տեսանկյունից եւ ավելի էֆեկտիվ են։ Եվ վաղարշաբաթը մեր միակ համայնքն է, որը այս տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում են հանրապետություն։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերամիավորվելու են, ճիշտ է այնպես, ինչպես 2021-ին են եղել համայնքներ, որոնք վերամիավորվել են 2017 թվականի, 16 թվականի խոշորացումից հետո, այնպես որ սա շարունակական process է եւ պայմանավորված չի ինչ-որ քաղաքական հանգամանք։ Բայց պարոն Խուդասյան, ինչու հենց պարոն Մեխակյանին կես տարի չկա մարզպետ է նշանակվել, ինչու հենց իր տեխնացիան վրա։ Պարոն Մեխակյանը լավագույն տեխնացուն է Վաղարշապատի համար, հենց նույն են տրամաբանության մեջ, որ ինքը թերևս միակ մարդն է, որը կառավարման process-ին որպես ղեկավար մասնակցել է եւ Խոյ համայնքում որպես համայնքի ղեկավար եւ Վաղարշապատում որպես համայնքի ղեկավարի տեղակալ, քաջատեղյակ է համայնքի խնդիրներին եւ որպես իմ նշած պաշտոններում աշխատելով եւ որպես Արմավիրի մարզպետ եւ դրանից առաջ որպես Արմավիրի փոխմարզպետ եւ ես կարծում եմ, որ էջմիածնեցիները Խոյ ամենքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչները ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխակյանը։ Իսկ ինքն է գլխավորելու ցուցակը ՔՊ-ի ընտրություններին արտահայտել։ Այո, կուսակցության վարչությունը ունի այդպիսի որոշում եւ պարոն Մեխակյանը գլխավորելու է մեր նախընտրական ցուցակը։ Պարոն Խուդասյան, նախկին համայնքապետի հետ կապված այսպես բարբերաբար Գազպարյանի մասին է խոսքը, բարբերաբար նա այսպես սկանդալային կոռուպցիոն ինչ-որ սկանդալների կենտրոնում է հայտնվել, բայց մինչ օրս որևէ ինչ-որ բացահայտում կամ պատասխանատվության չի ենթարկվել, լավ այսպես։ Հարգելի գործընկերներ, այդ հարցի ասացիատերը ես չեմ, Տիկին Գասպարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից, ինքը մեկնաբանել է իր հրաժարականը, մենք հարգում ենք Տիկին Գասպարյանի որոշումը եւ ես դրան ավելացնելու ոչինչ։